Երեխեք ջան, ես տուն եկա, խորենը ինձ օգնել վարակույրները հանել էր, հիմա ես լվանում եմ, ուզեցինք միասին անցնենք մեր ջահերի մաքրմանը, որովհետև շատ կեղտոտ են մեր ջահերը, հա խորես, մի հատ հանի դու, ես լվան պատրաստեմ, մինչև դու դուրս գաս հետ գաս, ես սիրուն կշարեմ սեղանի վրա չորացրած ու կտեղավորենք, ուրեմն ես ապրես տղես, ուրեմն մեր միջանցքի, խոհանոցի և ննջասենյակի ջահերը նենց վատն են են առումով, որ որպիսի իրանց հետ պտտես ու հավաքես, դու ամբողջությամբ այդ ապակի մտի մատերով զալյապըտ յանես, զալյապըտ? Հա, զալյապըտ։ Հա, ու դուրս ա գալիս այդ մաքրատը սաղ մատերի տեղա լինում է, ու հետո արդեն որ դնում ես վրան, ինչքան ուզում ես մաքրես, ոնց որ չանցնի այդ մատերի տեղը, շատ վատ է էլի։ Մազերս հավաքեմ, բայևոյ բանի մեջ մտնեմ, այո, ու անցնեմ գործունեությանս, այսօր այն օրնա, որ պիտի ահագին բան անեմ ես, արանք տեղ պիտի ճղենք, հեսա ննջասենյակի պատուհանն ենք մաքրելու, վարակույրները, զալը խոր ուզում եմ ես երի վարակույրն էլ կախենք, քանի որ նավագոդնի հետ այնք ասոցացվում ինձ մոտ, այսօր խոր սիթիում նոր տարվա մի երկու սիրու խաղալիք կար, որ աչքովս ընկա, բայց չառա, խնայողությունս բռնես, բայց դե հետո մի օր կարան գնանք իրար հետ, որտև հավես քաղցրավենիք կար նենց բան։ Չա էլ լինում չա։ Խարաստոյա պտտվում։ Դավիթ թուշիկը մի քիչ էլի ուռած է ես քում։ Հա։ Ուй։ Իչի, Դավիթ իչի կընկնես։ Հիմա մի հատ մաքրենք երեխեք ջան մեր լույստրան, նոր կլվան, Դավ ջան մի հատ սևագրենք այսպես ասած։ Das ist mein Papa Hamburger. Երեխեք ջան, լամպոչկաները թողեք։ Լվացի, չորացրեցի, մաքրեցի, դաժե լամպոչկաներն եմ մաքրել թաց ու չոր անձեռոցիկներով, որպեսզի ավելի լավ լույսը տարածվի։ Լամպոչկաները։ Ընտիր։ Նենց հավես լուսավորվել ա տունը։ Կադրոբոյ չի փոխանցում, միացեցի, որ տեսնեք ինչ լավ ա, բայց իդեպ Արտաշեսը դպրոցից եկել է արդեն։ Դավիթ դու չհաճճություն ես, նախ մի հատ մայկա դիշտակը։ Смертельный номер պետք չի անեն։ Եկանք, հասանք ննջասենյակ։ Լույսը հետևից հանգնում, կադրի որակը շատ վատնա։ Դրա համար այստեղ երկար բաներ չեմ նկարի դες համար, միայն ասեմ, որ պատուհանը գոքը պիտի հիմա ազատեմ, պատուհանը մաքրեմ, դրսի կողմից կմաքրեմ միայն բացվող փեղկը, այն մեկը վտանգավոր է, ես վախենում եմ, շատ բարձր է, это того не стоит։ Ամառն ենք, չէ, ամռան վերջին մաքրել ենք այդ դրսի կողմից հերիքա։ Կզբաղվեմ հիմա այդ հարցով, որ վարակույրները այսօր կախենք և այսօր ու վաղը պիտի անպայման ավարտեմ սառնարանի մաքրությունը և խոհանոցի կահույքի մաքրությունը, ունդեղ լվացքի մեքենաբան, դրանք սաղ պիտի մաքրվի, որպեսզի ես հանգիստ խղճով կարողանամ զբաղվել զարդանքներով, հետո արդեն զարդանքից հետո կարամ իմ գարդիրոբը դասավորեմ, կարամ ես անեմ, են անեմ, այդքան կատաստրոֆիկ չի, հա, ինչը որ կհասցնեմ կանեմ, թե անկողին փոխել բան, էդ կանեմ ես էր կորը, ամենահավորը են, որ սաղ զուգադիպում այմ գրավոր էտ ստուգարկ վանավոր քնություն բան, ու ես չգիտեմ, ես անեմ, թե են անեմ, այսենց դիլեմայի առաջ եմ կանգնած, բայց իրականում զարդանքից հետո անպայման պիտի զբաղվեմ ստուգարքներով, դրանք անեմ կվերջացնեմ, նոր տարուց առաջ մի երկու բան էլի կդասավորեմ, կկանոնակարգեմ, և հետո վերջապես մեր մեջից պտի արմատախիլ արվեն մտածելակերպը, որ եթե նոր տարին ա գալիս, ինչ կիսատ բան կա, պտի շուտ ավարտես, թե չէ նոր տարին չի գա։ Հա, ես ինքս գտնում եմ, որ սենց նորով, թարմով ա պետք նոր տարին դիմավորել, որ պտի այդ կիսատ պրատ բաները անես, ավարտես,
Բայց եթե ինչ-որ պատճառ կա, որ դու չես ասում, պետք չի կոտորվել, պետք չի սպանվել, ինչը ես հաճախ անում եմ, այլ պիտի հասկանալ, որ գոյություն ունեն առաջնային անելիքներ եւ երկրորդային։ Այս դեպքում երկրորդայինը կհամարեմ ուբորկան, իսկ առաջնայինը իմ համալսարանի անելիքները։ Ամեն դեպքում կարևորը գլոբալ է, ինչ որ պիտի արվի, մենք կանենք։ Արտաշեր ջան, այս գանտելները որ հանել ես տղես։ Դու կանոնավոր օգտագործում ես, ես ինչ մութա։ Հա, մենակ երեք, սենց դրսում չեմ ուզում, մնա, որ տոնածառ ենք դնելու, բան։ Բա ինչ է տվելո։ Քեչի տվել։ Ես դրսի կողմից սևագրեցի, այստեղ ինչպես տեսնում եք, ռուշկան հանում ենք, որովհետև այդ ռուշկան եթե թողնենք, դավա տարբեր տրուկներ կանի։ Ախենալու է, բարձրությունը ես չեմ սիրում, բարձրության հետ աշխատելուց, ինչ է դիսկոմֆորտ է, մի հատ էլ անցնենք ես դրսի կողմով ու արդեն փակեմ հանգիստ ներսից շարունակեմ իմ անելիքները, թեթև փրփրաջուր եմ սարքում, որովհետև այդպես ավելի լավ է մաքրվում ամեն ինչ։ Երեխեք չեք պատկերացնի, բայց այն պատոհանագոքերս, որ ասում եմ, չեն մաքրվում է, հես նյութով մաքրել եմ։ Սա այն նյութն է, որով մեր խոհանոցի քարե հատակն ենք, եմ ինչ մաքրում, որ շատ գոհ եմ։ Հիմա գնամ զալի պատոհանագոքն էլ անեմ, որովհետև այն օրվա ռեզուլտատից գոհ չէի։ Սենց ասեմ, մի 90%-ով մաքրեց այն, ինչ որ ես ուզում էի մաքրեի։ Սպիտակ պսպղուն պատոհանագոք ստացվեց։ Ուռա, ուռա, ուռա։ Այնքան ուրախացա, չեք պատկերացնի։ Մեկ է չգիտեմ ոնց պայքարեմ ես տեղի այդ տաքու հով երևույթից էլի, որ դաժե վառում ենք պլիտան, բայց երբ որ պատոհանի մոտ չենք վառում այդ դրան մոտ, ստեշտեպսե չկա։ Ինքը մեկա տաքու հով անում, սաղ այդ ջուրը բան է անում, հոսում է, ու տհաճ վիճակ է էլի ստեղծվում։ Փոքր դադար տամ, այստեղ դավս ասենց բերել ցակու ցրի վարել, խորենը փուռ էր մտել, հաց ա բերել, մի քիչ շատ ա բերել, որովհետև հյուր ունենք, ուշ երեկոյան։ Այստեղ բերել այն որ բուրգի, կեքս, մեր ֆրիցը, նուտելայով կրուասաններ, սեֆթեյներ մեր վերջացել, զապաս սուրճեր, ես Արտաշեսին որպես պիրիկուս մեկ-մեկ դնում եմ։ Ու հասել է Վայլբերիսից իմ պատվիրած խոնավեցնողը, բրծել էր խոնավեցնողից նախորդ, որոշեցի այս անգամ էլ նոր բան փորձեմ, միքսիտ ունեցել եմ, բայց միքսիտի ուրիշ տեսակն եմ պատվիրել, ու սովորական սև ռիզինկաներ եմ պատվիրել, այս հաց ռեզիններով պոչ կապելը շատ հարմար է։ Կարծեմ վերջ, չէ, այստեղ պեչենի, օրեո, հիմա սրանք սաղ կդասավորեմ, մի հատ նայեք իմ երեկվա էփած բորշը էլի, այդ ինչ անուշ համեղ ընտիճ բորշ էր, մեծ սիրով ուտում ենք, բացի Արտաշեսից, Արտաշեսը, բալես կարող է բորշ ուտես, բա ես քո այդ ո՞ր լեզվով խոսեմ։ Ացել էր այս վերջինը, այս էլ տեղավորեցինք, մի հատ լույսը վառենք, տեսնենք ռեզուլտատը խուր ջան, այդ այս եմ էլի ասում, շատ լավ է, որ ինքը նենց է, ապակի է, սաղ մատերի տեղամը, վերջում մի հատ խորիկս ես փորձեց էլի այդ մատերի տեղը վրայից հանել։ Խորես մի բան է խնդրեմ, արի մի հատ էս սրբենք էլի ես, էս ու բալկոնինը։ Ուղղակի շորով վրայով անցնենք։ Այ գլուխը։ Նենց եմ ափսոսում, որ կադրը չի փոխանցում, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ ահռելի տարբերություն կա ու թե ոնց է լուսավորվել խոհանոցը։ Վաբշե չի փոխանցում եմ, վրաց слово совсем։ Իրականում սպիտակի է պայծառացել այդ, չգիտեմ, մի հատ հրաշք բան։
Այստեղ խորենի առած բաներն եմ տեղավորել, ես ու ամուսնյակս ուզում ենք սուրճ խմել մի հատ, նոր անցնենք վարակույրը կախելուն։ Ամանորյա վարակույրն ենք միանգամից կախելու, բայց այս վիդեոյում ցույց չեմ տա, որ զարթանքի վիդեոյում տենց այդ մուդը ամբողջական փոխանցվի։ В общем, ժավել դրեցի, որովհետև թե խոհանոցի, թե հյուրասենյակի վարակույրների վրա յուղային զանգված կա, որը չի անցնում, ժավելի օգնությամբ լավ անցավ։ Հիմա այդ հարցերով կզբաղվենք, ննջասենյակի վարդագույն վարակույրը փոխել եմ մարգարտիա գույնով, իսկ հյուրասենյակում բացի տյուրից կկախենք նաև Մեսիելի արծաթափայլը, որը շատ սազում է ամանորյա թեմատիկայի հետ։ Հյուրասենյակի վարակույրը գեղեցիկ արդեն կախված է, պատրաստ է, եկեք գնանք ցույց տամ ննջասենյակը, եւս խոհանոցը հետո ցույց կտամ։ Այստեղ ուրեմն այնքան հարթուկ եմ արել տաք ու հովից, արդեն բան է արել, գոլորշի է կապել պատուհանի վրա։ Էսով է լղոզել պատուհանը։ Դավիթ, ով է լղոզել պատուհանը, Դավիթ։ Վայ, ես քո ինչն եմ ասել։ Պիտի մի հատ բաց ես վարակույրը կարգի բերեմ, արագ արեցի, այդ փոնտիկները համահունչ համաչափ չեն։ Ոյ լավ էլի, հեռացեք, ես նեղվում եմ, որ դուք սենց ամփույթ ու փնթի բաներ եք անում։ Եթե ես տեսել եմ, որ դուք պատուհանի վրա նկարել եք, Արտաշես, Աստված մի արասցե, ինձանից չնեղանաք, նայեք ասում եմ։ Չալարեցի ու նորից պատուհանը մաքրեցի։ Երկու փեղկն էլ, որովհետև իմ աչքը եւ իմ սիրտը պարզապես մխկտում են տեսնելով ինչ չարչարանքով այս մաքրել եւ ինչ արդյունք է մնացել։ Մնաց վարակույրները շտկեմ ու վերջ, բայց տական եմ մի քիչ ավելի ուշ։ Իրականում այս հատվածը այնքան բանուկ է, երեխեք անդադ իրենց մահճակալ բարձրանալիս կպնում են, քանդում են, բան դրա համար այստեղ շատ տանջվելն էլ էլի իմաստ չունի։ Ջան, մեզ մոտ նոր օր է բացվել։ Ես եկել եմ, որպեսզի նախ փոխեմ իմ անկողինը, հետո այսօրվա իմ նպատակակետը խոհանոցն է լինելու, այնտեղ սառնան լվացքի մեքենա, աման լվացող սարք, այդ ամբողջ պահարանների մեջերն ու դրսերը եւ այլն եւ այլն։ Բայց մինչ այդ ուզում եմ մի հատ փոխենք մեր անկողինը, նոր անցնենք առաջ։ Հետևի ֆոնին Դավն ու Արտաշեսը իրար են ուտում, բայց պրակտիկան ցույց է տալիս, երբ որ իրանք իրար միս են ուտում, պետք է չգնաս, չխառնվես, որտեղ միշտ վատամարդը դու ես դուրս գալիս ու վերջում իրանք գշկում են, հուզվում են իրար համար, իսկ մաման եկավ մեր վրա ջղայնացավ, այ, վատ մամա։ Այս անկողին փոխելը ես հեչ չեմ սիրում, բայց այն որ բաներ կա, սիրենք, չսիրենք, կյանենք։ Այս անկողինը դրա երկրորդ սերիան է։ Արտաշես ջան, դե մի լացացրու էլի, վայ։ Այսօր լվացքի օր եմ հայտարարել։ Իդեպ այս ուխտի բրդով վերմակները շատ եմ սիրում։ Իրանց մեքենայի մեջ լվալը շատ հեշտ է, հարմար է։ Տարի մի անգամ իրանց մեքենայով լվանում եմ, սովորաբար դա գարունն եմ անում ու այդպես պահում եմ թան։ Դավ ջան, դու չհոգնեցի լացելու, այ տղա։ Վայ, տրամադրություն անենում, օրեր են լինում, երբ ինքը ուղակի, չգիտեմ, լացի նաստրոյկայի վրա։ Իդեպ երեխեք իմ ես կիսատ բրադլուքի համար կներեք, պրոստը որ ուբորկաների մեջ եմ լինում։ Սենց շատ անգեղծ անեմ, ասենք օրինակ պիտի գիշերազգեստս փոխեմ, այդ օրը լավ գործ եմ անում, այդ գիշերազգեստով նա գցում եմ լվալու։ Հիմա այդ օրն եմ։
Նամաս ես կիսատ բրատ լուքա, այդ է ոչինչ եմ, որ ասում է։ Կարևորը մեր գործերին հաջողություն լինի, մնացածը հեչ։ Վայ, երեխե, այսօր Արտաշես ուրեմ դասի չգնաց։ Փորը էլի խառներ, ասեցի լավ ռիսկի չդիմեմ։ Մնաց տանը, որ իմ ներվերը ուտեն։ Հաճույքը ստանում է, որ նրան ուրեմն այս դավը չի սիրում, երբ իրան դրազնից են ամենակ, ասես բանից չի սիրում։ Այս Արտաշեսն էլ հենց նա մի բան անում, որ իրա դուրը չի գալիս, բռնում ու տենց պատժում է։ Սկսում է դրազնից անել, ինչ-որ ձևեր անել, նա էլ տեղում բռնկվում է, մամա այն ձևերն անում։ Երեխեք, դուք մեր նոր մատրասը, նա մատրասնիկը դե չեք տեսել, ձեզ ցույց չեմ տվել։ Մոտ մի տարի առաջ ենք գնել, բայց այնպես եղավ, որ չգիտեմ, արեցի չեղավ ցույց տամ ձեզ։ Այնքան լավն էր, մոտ 100,000 արժեր, նա մատրասնիկը միգուցե 20,000, հեսա մի քիչ իջացնեմ կադրը, որ տեսնեք։ Դուրս գալիս է շատ, բամ դուկից նա մատրասնիկն է, մի րոպե, սենց մի քիչ ծիկ, սենց խոսամ, ուրեմն մենք մի հատ պրոբլեմ ունեինք ագրոնի, մեր այդ հին մատրասի պրուժինները դուրս էին թռել արդեն, մաշվել էր, այս խորեն էլ բան չի սիրում, դուք ասեք, դոշակ չի սիրում, որոշեցին գնել նոր մատրաս, լավ հաստ, օրթոպեդիկ մատրաս է, և նա մատրասնիկը, որ չկեղտոտվի մեր մատրասը, այսքան հաստություն ունի այս մատրասը, ու մենք ուղղացանք ողնաշարի ցավի մասին, որտեղ առաջ ես ամեն օր արտանում էի, այս մեջքս էնենց էր ցավում, ոնց որ ջարդված լիներ, մի հատ օծանելիք, ես սիրում եմ այդ նոր փոխած ժամանակ մի հատ օծանելիք դնել, այս կադրով իհարկե սենց մի քիչ տպկված եմ երևում, բայց դե ինչ անեմ, չգիտեմ ոնց անեմ, որ համ գրավատ երևա, համ ես երևամ, բոլորս գոհ լինենք։ Իդեպս լանկոմ իդլա, если что, ժոֆրե ընկերությունը այդպես անում է, էլի խոզած բույրը ստանում է եւ շատ անուշ է իրականում։ I don't think so. No, 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 no. I don't think so. No, 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 no. It's never, ever, 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 ever gonna happen. I don't think so. No, 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 no. I don't think so. No, 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 no. It's never, ever, 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 ever gonna happen. I don't think so. No, 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 no. Maybe someday you'll have it your way. Maybe someday it'll all work out. Until then, nope, a nope, a nope, a nope, definitely nope, a nope, nope, a nope. Probably never, ever, 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 ever gonna happen. Եկանք, հասանք մեր շատ սիրելի սառնարանին, իմ ահա վախը սարսափը։ Մաքրելու ենք գլուխը, մաքրելու ենք ֆասադը, հանելու ենք նայկլեկաները եւ այս թրջնակներին, որովհետեւ ձմեռային դեկորնագալի կողքն ենք մաքրելու, քաշելու ենք, տակնենք պիլեսոսելու եւ բնականաբար մեջն ենք մաքրելու։ Այս process-ը գուցե չկարողանամ մանրակրկիտ նկարել, որտեղ խոյնի մոտ դասա լինելու, ու ես կարող ասես մեկ ու մեկ արանքներով զբաղվեմ, այդպես հատուկ նկարելու համար հարմարություններ չլինեն ինձ, ամեն դեպքում վերջնարդյունքը ձեզ ցույց կտամ։ Տակի ոտ պիրաշկի երեխեք ջան, լավ, ես անցա գործի, ես իրականում հեշտ է պոկել, հիմա Երեխեք ջան, մեջտեղի հատվածը արդեն մաքրել եմ, մեջտեղի հատվածը մաքրել եմ, հանել եմ, հիմա չորանա, թացա, եթե նկատում եք, մեջինները լվամ դնեմ, հետո խոյնի աշակերտը գա գնա, նոր կշարունակեմ, արդեն մնացածը հարմար չէ, էլի դասի ընթացքում գործանել։ Ջան, խորենի դասը սկսեց, ես եկա նրա սենյակ, մի քանի ռասպակովկա ունեմ անելու, ասեցի իրար հետ անենք։ Առաջին բանը այն միքսիթի խոնավեցնողն է, որը դեռ չեմ բացել, մի հատ միասին բացենք նայենք։ Ուզում եմ հասկանամ, ես ճիշտ եմ, չէ, որ այն մյուսի չի, ուրիշ է սա։
Որտեղ մի հատ ունեցել եմ, բացելու տեղ պիտի ունենա ինքը, գիտեք, իդեալ է անուկը։ Հա, նման այն մեկին, բայց ինձ թվում է տարբեր են, գիտեք։ Այն մեկի տեքստուրան մի քիչ շատ յուղային էր, ինձ այդքան դուր չէր գալիս։ Հիմա մի հատ նայենք սա։ Լավ եկեք ճռենք դուք։ Չճռվեց։ Относитесь к себе как к произведению искусства. Так и будем делать, да. Էս մի քիչ ուրիշ է։ Գրեթե նույնն է, բայց ինչ որ ֆիոլետովի երանգ կա սրա վրա, այն մեկի վրա չկար։ Մի հատ բացենք հոտը հասկանանք։ Oh my god. Եկեք սս մաքրենք։ Oh my god. Ամբողջությամբ կսեցի Ежамкայից վրա, ну ладно, պետք է ասես թենենց փոխեի, պրոստը ուրա մի հատ լավ սենց լղոզենք թող կրամ։ Հլա, հա, սրա հոտն էլ ուրիշ։ Всё, окей, էս էսպես, կրեմս, որ կրեմ չեմ ուներում կամ վերջանալու վրա լինում, իմ մոտ այդ ստրեսը, որտև ես առանց խոնավեցնողի մակիաժ չեմ կարող անել, ամբողջությամբ կթեփոտ իմ դեմքը, էլի։ Всё, էս էսպես, հիմա միքսիթից պատվել եմ իմ համար մի հատ սիվրտ կա։ Ունենայինք։ Սա բանի համար էր, պրոբլեմա, սիվրտ для проблемной кожи лица։ Այս օրը մի անգամ է, որ քնելուց առաջ անում ես, այդ տիպի սիվրտկաներից է, առաջ լարոշից է օգտագործում, բայց ավելի բյուջետնի տարբերակն է, ու вообще միքսիթի որակը ինձ գոհացնում է, հերիքում է, ասենց ասեմ։ Դրա համար, հա, սա էլ ունի բացելու տեղ, ինչի եմ կոտորվում։ Դրա համար, որ պահին, որ ավելի խնայող ռեժիմի վրա եմ, միքսիթ եմ առնում, էլի։ Կամ, вообще ես տարբեր բաներ փորձում եմ մեկու մեջ, ու գտնում եմ էլ ինչ այդ պահին ինձ դուր է գալիս։ Մեր ձայնը չի լսվում այնտեղ, так что մենք չենք խանգարում, հանգիստ եղեք։ Օ, էս կիսատը թե ինձ ա թվում։ Նա այսպիսի սիրուն, սես նռագույն բան է, բայց թվում է ինքը կիսատ է, գիտեք։ Բայց տուփը լրիվ փակ էր, չէ։ Հա, տուփը փակ էր, հետևաբար դժվար բացած լինել, օգտագործած ու դրած տեղը։ Միգուցե սեն շրջված ա եղել հեսա ուղղվի, միգուցե բատերից իջնի 28-ով մինչև գոտնյա։ Ամեն դեպքում հետաքրքիր է, ուզում եմ փորձեմ։ Օ, ֆու, հոտը լավ է չի։ Գիտեք ինչ ձևի հոտ է, ինչ որ մեդիցինսկի բաների հոտ է, այդ խիմիչսկի բաներ կան, չէ, որից դեղեր են ստանում կամ բան, այդպիսին է, դե սյոտակի ինքը երև ինչ որ բուժիչ հատկություն ունի, արբուտին 2%, DXA 4%, նիացինեմայդ, մեդ, չգիտեմ ինչ 10%, երևի այդ հենց է սրանց հոտն է, էլի, ինչ է գրած, տեղ, сыворотка для проблемной кожи лица нормализует выработку себума, сужает поры, уменьшает следы постакне, лицо становится гладким и сияющим, значительно выравняется տոն ի միկրորելիեֆ։ Խոսքով կփորձենք, ամեն դեպքում հոտը տհաճ է։ Ես սիրում եմ, որ անուշա բուրում, բայց գիտակցում եմ, որ ինչքան բուրմունքը ակտիվ է, այնքան ուրեմն լավ չի իրականում։ Ահա, էս, հիմա մեկ էլ Դավիթ պատվիրել էի երկու հատ տնային սպարծիվկա, որտեղ չի հերիքում, ինքը շատ է կեղտոտում շոտ, ու միշտ կանում ենք փաստի առաջ, որ վերցել եմ այս զույգով հենց երկու հատ Minecraft-ի այդ բանն է, նկարն է վրան, այս էլ երկրորդը սերին, էլի նույն թեմատիկայի մեջ, այսպես, կարծում եմ ինքը գոնե գող կմնա, որտեղ սիրում է այս թեմատիկան, իհարկե իրանց մեր տանը արգելված է Minecraft-ի անունը դաժե տալ, բայց մի պերիոդ կար Արտաշեսեց իխարի քաշել էր ու իրանք խաղացել են։ Minecraft-ի մասին շատ վատ բան եմ էլի լսել։ Պրոստը որ ճիշտ ասեմ, ինչի եմ ես վերցրել, զուտ ֆինանսական առումով ինքը բավական հարմար է։ 3 քանիս եմ տվել երկու հատին ու որակը պատկերացրեք լավն է։
Արի, ինչա տղես։ Չես ոնց Մի քիչ հանգստանամ ու գնամ շարունակեմ ինչեւ դասը բացնի, ես բաբշե լավ կանեմ մի քիչ տնայիններս անեի, ժամանակ շահեի։ Դու փիստեք եկես էլ հանեմ։ Սիրում եմ, որ ինչ-որ ես նոր պրոդուկտներ եմ ունեմ, մի տեսակ երեխպես ուրախանում եմ։ Պրեսա։ Նկոչություն փոյս բողված, խորենի դասը ավարտվեց, ես եկել եմ շարունակելու Սառնարանի մաքրությունը։ Երեխեք ջան, այս կողքի հատվածն էլ մաքրեցի բրծա, դիտմամբ այս ամեն ինչը կազմակերպեցի մինչև առևտուրը, որովհետև որ Սառնարանը լիքն է, ավելի դժվար է այս պրոցեսները անել, միշտ Սառնարանը մաքրելիս փորձում եմ հնարավորինս դատարկ լինի, այստեղ այս ներքևի հատվածն էլ կանոնակարգեցի, մնում է ներքևի մառազիլկայի մասը, իմ ամենաչսիրած մասը, բայց դե հերթով էլ պետք է անեմ ու իհարկե արդեն վերևը, կողքերը եւ մնացած ամեն ինչ։ Այս նոր վերևը վերջացրեցի, դեմը կողքերը մաքրել եմ, մնում է չորանա, կարճ ասած մեր Սառնարանից վրձան։ Աչքս կպեր էր, քնել էի, արթնացա ժամը 10-ին ու անցա ճաշ պատրաստելուն, այստեղ գառոխով սուպ եմ սարքում եւ միսիկներով կոլոլակ։ Այսօրվա խորենի բերած միսը շատ յուղոտ էր, թեև խորիկը անյուղ միս ա ուզել, բայց չգիտես ինչու յուղոտ է։ Ես այստեղ սոխ եմ արել, տարատեսակ համեմունքներ, կանաչի չեմ արել, որովհետև ճաշին եմ կանաչի գցելու, չուզեցի այդ մսի մեջ էլ անել։ Եվ գազարով, կարտոֆիլով, փոքրիկ ջարդած գառոխով սուպ եմ սարքելու, իսկ ֆարշի մնացած մասը կգցեմ մառազիլկա, մեկ այլ ուտեստ պատրաստելու համար երեխեք ջան։ Սառնարանս բրծա ու չհասցրեցի մյուս բաներ անեմ, որտեղ աչքս կպավ, բայց ոչինչ էդել էր պետք, որովհետև մոտս արդեն կուտակված անքնության պես մի բան էր առաջացել։ Всё։ Ձերքի հետ կասկածելի երեկոն եմ նայում եւ այս դարակն եմ կարգի բերում, դատարկեցի, մաքրեցի, տակի սրբիչը փոխեցի եւ այսպես ասած այս են դարակներից, որ միշտ տворческий беспорядок կա, որովհետեւ խիստ տարբեր պարագաներ են եւ սիմետրիա ստանալ այդքան էլ չի ստացվում, բայց ինքը շատ բանուկ օգտագործվող դարակ է, հետեւաբար ինչ էլ անես, մեկը ինքը տворческий беспорядок կա լինում, կարեւորը որ լինի մաքուր դարակը։ Այսպես մի քանի հատ այսօր կանեմ, որ գոնե վաղը իվենթից գամ, իվենթի եմ էլի վաղը շարունակեմ հասցնեմ ամեն ինչ անել, որ Կիրակի մենք փորձենք մեր տունը զարդարել։